Սա պետք է ասել։ Սա պետք է ասել։ Երկրի թիվ 1 ամբիոնից Փաշինյանն ուզում է ասել, որ առաջիկայում մեծ ու պատմական իրադարձություններ են տեղի ունենալու։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի իրագործումը, որը Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից։ Փաշինյանը վստահեցնում է, ԱՄՆ-ից բարձրագույն մակարդակով ստացել են հավաստիացումներ, որ TRIP նախագիծը շարունակում է մնալ առաջնահերթություն։ Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից ամենաբարձր մակարդակով, բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ։ Վարչապետի պաշտոնական կայքեջում վերջին 1 ամսում, ինչ սկսել է ԱՄՆ Իսրայել-Իրան պատերազմը, որևէ ամերիկացի պաշտոնյայի հետ հեռախոսազրույցի, առավել ևս հանդիպման մասին տեղեկություն չկա։ Փաշինյանը գաղտնի է պահում պաշտոնական շփումները ամերիկացի բարձրագույն պաշտոնյաների հետ, թե իրականում Իրանով գլուխը խառը Վաշինգտոնից որևէ հավաստիացում չի ստացել Երևանը։ 1 ամիս առաջ էր Փաշինյանը հայտարարում, թե ԱՄՆ-ի համար TRIP նախագիծն առաջնահերթություն չէ Իրան-ԱՄՆ լարվածության պայմաններում։ Այդ նախագծի իրականացման շուրջ լուրջ կասկածներ էր հայտնել անգամ Foreign Policy ազդեցիկ պարբերականը, կանխատեսել էր, որ Իրանի դեմ պատերազմը սպառնում է իջիկ դարձնել Թրամփի նվաճումը Կովկասում։ Եվ հաշվի առնելով, որ այս ամենը Փաշինյանի խոսքերի հասցեատերը Բաքվում է նստած ըստ կովկասագետ Կարեն Նիգիթյանի։ Նրա խոսքով Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահին ասում է, որ ինքը պատրաստ է կատարել ստանձնած պարտավորությունները։ Փաշինյանը ուզում է այս ուղերձը ուղղի Ալիևին, որովհետև սա Ադրբեջանի պահանջն է։ Մենք չպետք է մոռանանք, որ TRIP-ը դա Փաշինյանի ընտրությունը չի, դա Փաշինյանից կամ որևէ մի հայկական կողմի ցանկությունը չի, սա Ադրբեջանի պահանջն է։ Կովկասագետը նորից է պնդում, Թրամփի ուղի ականջահաճո անվան տակ Զանգեզուրի միջանցքն է, դրա հիմնական շահառուներն են Ադրբեջանն ու Թուրքիան։ ԱՄՆ-ն TRIP ընկերության իր 74% մասնաբաժինը վաղ թե ուշ վաճառելու է այդ երկրներին, ակնարկում է Իգիթյանը։ Ով է ֆինանսավորելու այդ պրոյեկտը, որովհետև մենք արդեն տեսնում ենք, որ ամերիկացիները նման հետաքրքրություն չունեն։ Դեռ Վենսի այցի ժամանակ նա նշեց, որ ԱՄՆ-ն ներդրող է փնտրում եւ այս բան չկա այդ ներդրող։ Ադրբեջանի փողերով այս ամենը արվարվելու թե ոչ, թե ում փողերով արվելու։ Կովկասագետի համոզման Փաշինյանը նորից TRIP-ն է հիշել, որովհետև հասկացել է նախընտրական շրջանում իր միակ խաղաքարտը Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունն է։ Իրան-ԱՄՆ պատերազմը եւ շատ մեծ հարցականի տակ արդեն ԱՄՆ-ի մասնակցությունը, Ադրբեջանը պահանջում է, որ չնայած որ ԱՄՆ-ն կլինի, թե չի լինի, ինչ ձևաչափով կլինի կամ չի լինի, որ Փաշինյանը նախ սկսի աշխատել այդ ուղղությամբ, երկրորդը վերահաստատի, որ TRIP-ը իրականանալու է։ Հայաստանի վարչապետը նորից ադրբեջանական բենզինի գովքն է արել ու մի հայտարարություն արել, որը տնտեսագետների տարակուսանքն է առաջացրել։ Ըստ Փաշինյանի, ադրբեջանական բենզինը մեզ փրկել է Հորմուզի նեղուցի ճգնաժամի ծանր ազդեցությունից։ Նավթամթերքի ներմուծման ուզում եմ ասեմ, որ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային։ Հայտնի է, որ մինչև ադրբեջանական բենզին ներկրելը, այդ վառելիքի պահանջարկը Հայաստանը լրացնում էր ռուսական վառելիքով, որը Հորմուզի նեղուցով Հայաստան չի հասնում։ Սա աբսուրդային հայտարարություն է, որը իրականության հետ ոչ մի կապ չունի, որովհետև Հայաստանը այդ տարածաշրջանից բենզին կամ դիզել վառելիք չէր ներբերում։ Հայաստանի ամբողջ այդ առևտուրը գալիս էր Վրաստանի տարածքով եւ որևէ ձև չէր կարող անդրադառնալ այդ ճգնաժամը Հայաստանի դիզելային այդ առևտրի վրա։ Իդեպ Հայաստանին անհրաժեշտ վառելիքի 2-3%-ն է Ադրբեջանից գալիս եւ դա չի կարող էական ազդեցություն ունենալ հայաստանյան շուկայի վրա։ Սա արհեստորեն ստեղծված առևտուր է, ինքը շուկայական չի, ինքը քաղաքական նպատակներով իրականացվող գործընթաց է։ Կարնե Մանգասարյան, Նորաշար Բաթյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։